հարցերը չեն կարող երբևէ քննարկված լինել, որովհետև այս մեղադրանքով գործը առաջին անգամ ակնհայտ ֆունդամենտալ խնդիր է, անկախ նրանից իրավական գնահատականն է փոխվել, թե ինչն է փոխվել, նոր մեղադրանքով առաջին անգամ։ Երևի հանգամանքը որ ուզում է շահություն գրավել, սահմանադրական դատարանը, երբ որ վարության ընդունում գործը, պետք է գնահատի, որ անձի որևէ իրավունք խախտվել է, եւ այդ որևէ իրավունքը միջնորդության քննության ժամանակ չի, այլ արդյոք բովանդական խնդիր կա թե չէ, բայց համամիջը ուղիղ չի գրել, որ անձնավորների աթերոս, որովհետև դուրս է եկել, բայց ինքը ուղիղ արձանագրել է, որ իր իրավունքը խախտվել։ Եվ երրորդ հանգամանքը, որ ուզում եմ ուշադրություն հրավիրեմ, նախկինում քննարկումներ այդ թվում նաև վճռաբեկ դատարանի քննարկումը վերաբերվել է խափանման միջոցի քննարկման կառուցակարգին։ Իսկ վճռաբեկ դատարանը ըստ էության գնահատման առարկա է դարձել խափանման միջոց կիրառելու հարցը եւ զուտ դրա պրիզմայով դիտել անձնավորության խնդիրը։ Դատավարության փուլում մի անգամ քննարկման առարկա դարձել է նախկին մեղադրանքի դեպքում դատավորի կողմից դիալոգությունները դասարացված։ Մերժել ասել այս փուլում չի եւ այլն, բայց մենք ներկայացրեցինք հստակ, որ 309 հոդվածի դեպքում իմիջիայլոց իրականը որի բաժեր հատուկ չէ, ոնց որ բան չէ, խնդրություն չէ, էլի որ ինչ-որ ուրիշ բարոյական որտեղ նախագահ դատավորը նկատի օրենքի տեքստով առաջնորդվելու մեջ չի, որ այս վերազանցել կամ չարաշահել բարոյականությունից նախագահը ուրիշ ձև ամենամարել։ Ըստ էության նախկին երկու հոդվածը ըստ էության խնդիրը հետևյալի մեջ է դրված, որ մենք նորից վերադառնալու ենք կենտրոնական հարցին։ Քրեական դատավարության շրջանակներում կարա քննարկման առարկա դառնալ նորմատիվ ակտի իրավաչափությունը, որովհետև կրկնում եմ, ընդունման ընթացակարգի հարց չի բարձրացվել, ընդունման հարց չի բարձրացվել։ Բարձրացվել է, որ հրամանագրով լիազորություն է տրվել X մարմնին, որի լիազորությունը չուներ։ Դա անցել է ազգային ժողովի կողմից, վերահաստատվել կամ չի վերացվել։ Սա է ֆունդամենտալ խնդիրը, եւ դատարանը ոչ թե պետք է ապացույց եկազոտի, որ գնահատի ուներ թե չուներ լիազորությունը, ասում եմ մեղադրանքը դրա շուրջ է գրել, չեմ ասի շտացալ, ասում եմ թե գրվեց։ Եթե դա անում ենք մեջտեղից արտակարգ դրությունը սահմանելու ուրիշ ոչ մի գործողություն, որևէ process չկա, սա կենտրոնական խնդիրն է։ Հիմա եթե մենք ասենք հատուկ իրավական ակտ եք ընդունել, որ թաքցնեք ձեր վատ մտքերը, դե հիմա մանա, միշտ էլ կարաս ինչ-որ բան վեր է դրած։ Օբյեկտիվ կողմում իրավական ակտն է։ Իրավական ակտի բովանդակությունն է քննարկման առարկա դարձնում։ Ուներ լիազորություն, այդ փաստաթղթով լիազորություն տալ, թե չէ։ Ես էլ ասում եմ, այդ հարցը քրեական դատավարության ընթացքում քննարկվող հարց չի։ Եվ հենց այս փուլում է հարց, որովհետև դատավարական գործողությունները երբ որ մենք նայում ենք, քրեական դատավարությունը ասել է, որ փուլում քննարկենք հենց հիմա։ Չի ասում հետո կքննարկենք, ընդ որում այդ անձնավորության վերաբերյալ դիրքորոշում կազմելու համար պարտադիր չի ապացույց հետազոտել։ Ինչի եմ ասում պարտադիր չի, ապացույցը լինելու է այդ հրամանագիրը, իսկ հրամանագիրը նորմատիվ իրավական ակտ է։ Նորմատիվ իրավական ակտը ենթադրում է դատարանը դեպի իրավունքի սկզբունքով ծանոթ է դատարանը բովանդակային եւ գործընկերս ներկայացրեց վարչական ակտի, բայց կա նորմատիվ ակտի սահմանադրականության կանխավորված։ Քանի դատակարգը չի ապացուցված։ Եվ տնի դառնենք թե նախագահի հրամանագիր։ Հետևաբար այս դաշտում քննարկման առարկա դարձնել նախագահի հրամանագրի իրավաչափությունը դրա բովանդակային առումով այն մասով, որ դրանով տրված լիազորությունները բան չունեն։ Իսկ ինչ վերաբերում է ամբողջությամբ, թե ոչ ամբողջությամբ, արգելի դատարան հետևյալն է խնդիրը։ Եթե մենք հանում ենք նախագահի հրամանագիրը, եթե մնացած մեղադրումների մասով կարա շարունակվի, ես չեմ տեսնում ուղղակի նման հնարավորություն։ Եթե առաջին կետորն է, էլի կենտրոնականը, երկրորդ ուղղակի բխում առաջինից, որովհետև ամբողջ գործընթացի կենտրոնական կետորը ամսինքի հրամանագիրն է։ Եթե դա Ռոբերտ Քոչարյանի մասով չշարունակվի, բայց այլ մարդկանց մասով հնարավոր է շարունակվի այդ մասով, ուրեմն երկրորդ կետի մասով կմերժվի, ես ինչ ասեմ, բայց ես ուղղակի չեմ տեսնում դրա հնարավորությունը դրան է։ Բուն գործում մի հատված մնում է, բանի կոռուպցիոն կետորը, այդ հատվածով չեմ պնդում, այսինքն դա կապ չունի, բայց մնացած մասը, այն ինչ որ վերաբերվում էր անձի մեկի հետ կապված դեպքերին, փետրվար մարտեր դեպքերին, մասով կարծում եմ, որ չի կարող շարունակվել, այդ թվում նաև այլ մեղադրյալներին անուղղակիորեն անձի մեկի հրամանագիրը քննարկելու լույսի ներքո։ Եվ մի րոպե Ալգիր դատարան մի հատ, եթե շարունակել ենք մի 3 րոպե ընտրիջում, եթե բավարարում ենք։ Եթե դիրքորոշում չկա, դատարանը արդեն որոշում կայացնի եւ հնարքեք արդեն հաջորդի
հարցի քննարկման շրջանակները եթե միջնորդություններ լինեն, կամ չլինեն։ Ես մի րոպե կխնդրեմ, 2 րոպե դժում։ Դա 2 րոպե։ Դա եւս 2 րոպե շարունակ ու ավարտենք։ Լավ է։ Ըստ անհրաժեշտություն դեպի մասնակիցներ չտեսնում քանդորոշիկի սահման հայտարարեց, որ պետք է անհարեցած ճիշտ մասնակցել։ Այս հարցի քննարկման շրջանակներում դատարանը որոշում կայացնի եւ դատարանությունը հասկանալի հետաձգել։ Դատարանը լսելով կողմերի կարծիքը նախ արձանագրում է հետեւյալը ավելի բարօրինակ միջնորդություններ քննարկում 2008 թվականին գործող 2009 թվականին ընդունված համանախության 56.1 հոդվածը ինչ է ասում, հանրապետության նախագահան անձեռնունի խելիք է, հանրապետության նախագահանի լիազորությունների ժամկետում կամ դրանից հետո չի կարող է պատմել եւ պատասխանատվության ենթարկել իր կարգավիճակից բխող գործողությունների համար։ Հաջորդ պարզությունը իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար հանրապետության նախագահը կարող է պատասխանատվության ենթարկել իր լիազորություններն ավարտելուց հետո։ Մենք այս պահին գտնվում ենք հանրապետության տվյալ ժամանակահատվածի նախագահի լիազորություններից ավարտից հետոյի փուլում։ Դատարանը ներկայացվել է մեղադրանք, այս պահին մենք ունենք լիազորությունների անցման մեղադրանք, կոնտրոլենք նախորդի ոչ մեղադրանքը երևի այս պահին ներկայացան լիազորությունների անցնելու մեղադրանքը։ Դա մեր բարոյի առարկան է հանդիսանում։ Այս փուլում դուք միջնորդություն եք ներկայացնում, մենք այն իրավիճակն ունենք, եթե օրինակ չգիտեմ պատգամավորի անվերնության կապված հարցի քննարկում ունենք եւ արդեն դա հաջորդ կետով լիազորությունների դարձնելու հանձնարարական առարկա դարձնել։ Հիմա մենք գործ ունենք նախագահի անվերնության հետ։ Դուք հարց եք բարձրացնում, որ նախագահի անվերնությունը այս դատարանի քննարկման ենթակա հարց չի կարող հանդիսանալ, դա պետք է համանրական դատարան, ճիշտ է։ Ես բարձրացնում հրամանագրի բովանդակության օրինականությունը չի կարող։ Անձեռնամխելիությունը հենց այս դատարանի։ Այդ ամբողջ ձեր բարձրացված հարցը, այդ թվում նաև ձեր ամբողջ չի վերաբերում որոշում եք հայտնում, դա մեր քննարկման առարկան է հանդիսանում։ Այս ամբողջ քրեական գործի հենց առանցքը հանդիսանում է այն հանգամանքը հայտի հրամանը։ Չէ, հայտի։ Մի քիչ առաջ է, մի րոպե։ Որ նախագահան լիազորությունները անցնելով է այդ հրամանը տվել, թե գործերի լիազորությունների շրջանում եկի հրամանագրի մասին, խոսքը։ Որ ասում եք այդ հրամանը սուղան ճիշտ է, որտեղ եթե 0038-ն է, նախագահան դա չի տվել ու մեղադրանք էլ չկա որ ինքը տվել է։ Եթե խոսքը վերաբերվում է ամսի 1-ի հրամանի հաստատ։ Արգելական, հենց այդ եմ բարձրացնում, դուք իրավունք չունեք, քննարկեք, դուք գործ անձամբ գինեկացնեմ առաջին ակցիանի անեկորություն դանդանը, դատախազներ իրավունք չունի, դա հանցագործություն է, որովհետև քննարկման առարկա դատավարական կարգով չի կարող դառնալ նորմատիվ ակտի բովանդակությունը համապատասխանում է, թե ոչ դա ունի այլ ընթացակարգեր, անկախ մնացած Արոմենան հիմա մեզ բերել են մեղադրանք, բայց իմ ասում եմ, ձեզ բերել որ լիազորություններից անցել է եւ հրաման է։ Նորից, որ ձեզ բերել հիմա մեր քննարկման առարկան է հանդիսանում։ Քրեական դատավարության օրենսգրքի 342-րդ հոդվածում վերդիկտ կայացնելիս ուսման ենթակա հարցերի քննարկման շրջանակներում դատան այդ բոլոր հարցադրումներին անդրադառնալու։ Իրական, որ մեղադրանք բերել, որ գործող ազգային ժողովը մեղադրանք բերել, դեպուտատներին բերել, բոլորին ասեն ընդունել է օրենք, հակասահմանադրական իրավունք չունեն նման օրենք ընդունելու, հիմա քննարկում ենք։ Դուք կարող եք քննարկել այդ հարցը, չէ՞ կարող։ Դա հենց անձեռնամխելիության խնդիրը հետևյալն է, դա կգնա սահմանադրական դատարանը կգնա հատի, երբ որ կհաստատվի, որ դա ոչ իրավաչափ է եղել, դրանից հետո կապացուցվի, որ այդ գործընթացում եղել է այլ հանգամանքներ, որը մեղավորությունը հաստատում։ Նոր առանձին քննարկման առարկա կդառնա։ Դեպուտատի դեպքում չի կարող դառնալ, նախագահի դեպքում չի կարող դառնալ։ Հենց այդ խնդիրը, որ սահմանադրական մարմինները, մենք շատ ենք պրիմիտիվ ասում, սահմանադրական մարմինների խնդիր են խոսում։ Դատախազի լիազորությունները չկան այնքան, որպեսզի քննարկման առարկա դարձնի պետության նախագահի լիազորությունների շրջանակում կատարված գործողություն։ Հակառակ դեպքում գլխավոր դատախազը յուրացնում է իշխանությունը ամբողջ Հայաստանում։ Դա լիազորությունների դիրույթին գործել կամ լիազորությունների դիրույթից դուրս։ Արգելական, ձեր որոշումը, որ դա դատարանը եւ կարող է ձեր վճիռը որ կայացնեք, արդարացման դատավճիռը կայացնեք, առանց քրեական գործ տանել, այլ դատարան, առանց բողոքարկելու,
արդարացման դատարանը լիազորություն չուներ արդարացման դատարանը կայացնելու։ Չէ՞ կարա չէ, նույնն է։ Բեկավի էլ չէին կարող։ Հենց այդ եմ ասում, դուք ձեր լիազորությունների շրջանակներում իրականացրել եք որ ձեր ասացի տրամաբանությունից հետո գալու որ դատարանը անգամ ձեր ասած էթիկով իրական հետապնդում դատարանցնելու լիազորություն չունի։ Ունի, ուղիղ անհատեսված։ Ուղիղ անհատ, իմ ասածը հենց այդ է, դուք պատկերացրել եք դատարանություն եք կայացնում, կապ չունի, արդարացման կամ մեղադրական։ Հետո ձեր հանդեպ գլխավոր դատախազը մեղադրանք առաջադրում, ասում է վերազանցել եք ձեր լիազորությունները, իրավունք չունեիք դատավճիռ կայացնելու, համապատասխանաբար չեմ տանում բողոքարկում, ԲԴԽ-ն, հարկապահական, ուղղակի քրեական գործով տանում են ուրիշ դատարան։ Հիմա դուք եք դուք չէ, ուրիշ դատավոր մեղադրել, արդյոք ասում դատավորը անձնավորելի է որոշումներ կայացնելու։ Ասում եք քննարկեն դատավարական կարգով, դուք սխալ որոշում եք կայացրել։ Չի ասում ասում դեր անձնական շահագրգռվածությունն է եղել արդարադատություն իրականացնելը, որ ձեր մասին դա խոսեն, ասենք դուք դատավոր եք, անձնական շահագրգռվածություն եք ունեցել, արդարադատությունը ճիշտ ժամանակին կայացնելու, դա բան է, ոնց որ դա սխալ է։ Այդ հետ մեղադրանքով ձեզ չէ, ուրիշ դատավոր եք, կարող քննարկենք քրեադատավարական կարգով, երբ որ վերանայված չի։ Հետևաբար նախագահի կողմից ընդունված նորմատիվ ակտի ճիշտ կամ սխալ լինելը քրեադատավարական կարգով երբեք ոչ մի հանգամանքում ենթակա չի քննարկման։ Դա ուղիղ բացառվում է հենց այդ հոդվածը, որ դուք ցիտեցիք, պաշտոնավարումից առաջ, հետո։ Դա ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին որպես ֆիզիկական աստված իրավունք է, դա Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգն է, որ դատախազությունը չմտնի այն դաշտ, որտեղ չպետք է մտնի։ Քննչական մարմինները չմտնեն այն դաշտ, այդտեղ արդեն իրանց լիգայից բարձր լիգա է, իրանք առաջին լիգայում են խաղում, սա վեհ լիգայի խնդիր է։ Կա ազգային ժողով, կա սահմանադրական դատարան, եւ դա իրանց դիրքում է։ Երբ որ վեհ լիգայից իջնում է, ինչ ատուցահայր են բանը, գերագույն լիգայից բարձր իջնում է արդեն առաջին լիգայում կարող քննարկել, բայց դա այնտեղ խաղը չի եղել, հենց դրա մասին է խնդիրը։ Ամեն դեպքում արգել դատարան դուք եք որոշով եք պարզավորում ինչ որ որոշեք, բայց խնդիրը հենց դրա մեջ է։ Ես հարց չեմ բարձրացնում, որ անձեռնամխելիությունը մենակ սահմանադրական դատարանը կարող քննարկվի։ Ես ասում եմ նախագահի նորմատիվ ակտը իրավաչափ է թե իրավաչափ չի, քրեադատավարական կարգով քննարկման ենթակա չի։ Սա բան է, անհատական ակտ չեն քննարկում ինչ որ մեկին արտոնություն տալու խնդիր, որ դրա մեղադրանքում տրված չի այդ ակտի ընդունման ինչ որ այլ նախադրյալներ, ուղղակի վերացած ընդունել է ակտ, որը չի բխում սահմանադրությունից։ Եթե ասում բխում է, իսկ արդյոք դուք եք այն դատարանը բխում է թե չի բխում դատարանը։ Ոչ, ձեր դեպքում չի, հենց այդ եմ ասում, սահմանադրական մարմինների խնդիրը է։ Դուք եք հարցին պատասխանեք, դուրս եք գալու ձեր լիազորությունների շրջանակից, հենց այդ է ամբողջ խնդիրը։ Ընդ որում բխում է թե չի բխում, մի անգամ արդեն ունեցել ենք ազգային ժողովը առարկություն չի կայացնել այդ ժամանակ դրությունը չեղարկելու վերաբերյալ, այսինքն օրենսդրական եղել է։ Խորհրդակցվել է կարգավոր հետևյալն է կառավարության վարչապետի ազգային ժողովի նախագահի ու հրատապ նիստ է հրապարակ նիստի ժամանակ առարկություն չի եղել։ Այդ ճիշտ է թե ճիշտ չի, այդ ժամանակ է որոշվել։ Այսինքն այդ նորմատիվ ակտի սահմանադրականության կանխավարկածը գործում է թե չի գործում։ Մի հատ էս հարցի պետք է պատասխան տրվի, եթե գործում է սահմանադրականության կանխավարկածը, որ մարմինն է, որ կարող է այդ կանխավարկածը հաղթահարել։ Դատարանը կարող է թե չէ էս գործում, թե պետք է սահմանադրական դատարանը կամ վարչական դատարանը հաղթահարի, այսինքն ասենք չէ, գիտեք, սա սահմանադրությանը չի համապատասխանում։ Ավելի ֆունդամենտալ խնդիր, եւ ոչ թե հիմա, այլ դա պետք է արված լինել, մինչև քրեական մեղադրանք առաջադրելն է։ Այսինքն այսօր է ֆունդամենտալ խնդիր, արգել դատարան, ես եթե հնարավոր դեպքեր ես կխնդրեմ գրավոր ակտով առանձնատակ որոշում, որովհետև իրականում կարևոր է հիմնավորումները, ճիշտ հասկանում եմ, որ արձանագրվում է, բայց պետք է խնդրեմ ոչ արձանագրել որոշում։ Ինչ է դժվար լինի։ Եթե ես ակնկալում եմ, որ բավարարել ամիշտորությունը, դա ֆունդամենտալ կարևոր է հետագայի համար, եթե չբավարար, ես գոնե ունենամ կոնկրետ գործի համար կարևորություն ունի։ Լավ, դատարանը լսելով կողմերի կարծիքը որոշում է ներկայացված միջնորդությունը քրեական դատարանության օրենսգրքի 17-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով դատարանցնելու վերաբերյալ հետաձգել, քանի որ դատարանը այս կողմում չի կարող քննարկման հարաբերացնել, ի վերջո ձեր կողմից բարձրացված հարցերը բխել են Պարոն Քոչարյանի երազանություններից, թե Պարոն Քոչարյանի երազանություններից ի վերջո դուրս է գործել։ Դա մեր վարորդի քննարկման առարկան է հանդիսանում, որը ներկայացվել է մեղադրական եզրակացության դատարան, դատարանը պետք
եւ եթե գործի քննության որևէ փուլում դատարանը կգա այն եզրահանգման, որ միջև մասը սահմանում միջև էական հանգամանքների բարձրաբանում։ Եթե դատարանը որևէ փուլում գտնի, որ արդեն իսկ իր համար էական հանգամանքները բարձրաբանված են, հետազոտված ապացույցներով կամ քրեատիվական ընթացակարգով դատարանը իր նախաձեռնությամբ կամ լրացիչ միջնորդության զույն հարցի քննարկման վերաբերյալ դատարանը քննարկման առարկա կդարձնի։ Միջնորդության քննարկումը հետաձգվում է մինչև էական հանգամանքների բարձրաբանումը։ Այս մասով էլ հարկերի Արորբելյան լրացիչ փաստաթղթով կազմելու դատավարական ընթացակարգ չկա, դատարանը դրա անհրաժեշտությունը այս մասով այս պահին դատարանի համար էական հանգամանքները պարզ են, թե պարզ չեն, որպեսզի մենք հասկանանք, որ իջև էական հանգամանքները որ պարզ են, որոնք են էական հանգամանքները, ինչ ապացույց, փաստաթուղթ պետք է հետազոտել, լոկայացուցում պետք է հետազոտել։ Պարոն Պողոսյան, գործող իրավակարգավորումների համաձայն դեռևս գործը բաղադրական եզրակացության դատարան ուղարկված լինելը դեռևս չի ենթադրում, որ այդ ամբողջ քրեական գործի քույթերը պետք է դատարան դեռևս չգիտի մեղադրանքի կողմը ինչ ապացույցներ են իջնորդելու, պաշտպանական կողմը ինչ ապացույցներ են իջնորդելու, ի վերջո գործող իրավակարգավորումների համաձայն այս կամ այն ապացույցները հետազոտված ինքնաշխատ եղանակով համարելու ենք, թե չենք համարելու։ Այս պահին ունենք քրեական գործ դատարան ներկայացված, բազմահատոր եւ համապատասխան փուլում, երբ որ ծավալի հարց քննարկենք, երբ որ որոշենք հերթականությունը, դատարան այս պահին զերծ կմնա որևէ այդ մասով։ Ուրեմն ասեմ, նախնական դատարանությունների փուլում առնվազն մենք կիմանանք ինչ էական հանգամանքներ չհետազոտված դատարանը թույլ չէ տալիս, որ լուծել է միջնորդությունը։ Այսինքն որ ասում ենք այդ հասկանանք ինչ ապացույցներ են ներկայացել, որ մենք էլ ամեն իստին չգիտենք, ինչ որ մի հատ իրադարձություն չունի կամ ասենք գիտեք ինչ, այդ էական հանգամանքները պարզվեցին, եկեք վերադառնանք այդ միջնորդությանը, էլի։ Երբ պարզ կլինի, որոնք են նոր իրավակարգավորումների համաձայն հունիսի 6-ի ուժի մեջ մտած, անգամ գործիք, եթե հանրային մեղադրանքի կողմից ներկայացված ապացույցի հակափաստարկ որևէ ապացույց ներկայացնել, դա այդ պահին դատարանը պետք է ընդունի քննարկման շրջանակներում քննարկման առարկա դարձնենք եւ եթե ձեր կողմից պաշտպանական կողմից ներկայացված ապացույցով օրինակ հերքվում է հանրային մեղադրանքի կողմից ներկայացված այն ապացույցը, որի լուծման պայմաններում է մեղադրյալի շարունակական քրեական հետապնդման տակ գտնվելը արդեն քրեական հետապնդումը դատարեցնել իր ավաչափ դատարանքը համարի, ցանկացած փուլում կարող է այդ հարցը քննարկել եւ քրեական հետապնդումը դատարեցնել։ Այս մասով եւս մենք ունենք նոր իրավակարգավորում, որը կիրառելու հնարավորություն քրեական դատարանությունը թույլ է տալիս։ Հիմա ես հասկանում դուք ինչ եք ուզում ակնկալել, որ կոնկրետ ինչ ապացույց պայմանականորեն հրամանը հետազոտենք կամ 10 վկա հարցաքննենք, վկաներին հարցաքննենք, այս պահին դատարանը զերծ կմնա ձեր հարցի այդ բովանդակության պատասխան տալուց։ Դատարանը ինքը կգնահատի, երբ դրա անհրաժեշտությունը կա այս միջնորդության, քանի որ հետաձգել են քննարկման առարկա դարձնելու, կամ եթե, չգիտեմ, կողմերը կաշկանդվածություն չունեն, հետագա փուլերում, օրինակ դարձյալ միջնորդելու, որ Արգեն դատարան ձեր մտահոգությունը անձնախելության, որ իր կարգավիճակից բխող գործողություններ իրականացնելու կամ չիրականացնելու հետ կապված, մեր գնահատմամբ հետազոտված այս խումբ ապացույցներով արդեն իսկ պետք է ձեր մոտ համոզվածություն առաջանա։ Սա էլ կարծում եմ ևս լավ գիտեք, որ ցանկացած պահի կարող եք այդ հարցերը քննարկման որպես միջնորդության քննարկման առարկա դարձնել։ Տիկին Սահակյան ձեր միջնորդությունը դատարան բավարարում է, դատական նիստը չնայած որ մեր պայմանավորվածության արդեն ժամանցտեղության հանում է, դատարանն էլ այլ դատական նիստերով հարաբերություն ունի։ Դատարանս մեր այսքանով հետաձգում ենք, հաջորդ դատական նիստին մենք դեռևս քրեական հետապնդումը դատարանելու վարչելու հարցի քննարկման դիմություն ենք գտնվում։ Հաջորդ դատական նիստին, եթե կլինեն միջնորդություններ պատրաստ կլինենք քննարկման առարկա
վերահսկենք, եթե ոչ կանցնենք հանրական դատախազների, այսինքն յուրաքանչյուր դատական նիստի բոլոր հարցերի քննարկմանը, այդ թվում ծավալի հարցի քննարկմանը արվելի անհնարավոր հաշվի առնելով որ տեղական ժամանակ նախնական դատախազների քննարկման դեպքում, եթե ծավալի հարցի քննարկմանը հասնեն, այդ հարցի քննարկումները ևս պատրաստ լինել